Միջազգային Double Pass ընկերությունը դարձյալ Հայաստանում էր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կայացավ մարզիչների փորձագիտական ծրագրի երրորդ փուլը։ Երկօրյա մոդուլի ընթացքում հայկական ակումբների և ակադեմիաների մարզիչները ուսումնասիրեցին տարբեր խաղային դիրքերի և դերերի առանձնահատկությունները, պոտենցիալ կատարողականություն տարբերակումը, ինչպես նաև տաղանդի զարգացման ժամանակակից մոտեցումները։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև անհատական զարգացման պլանի կառուցումը և կիրառումը։ Առաջին հերթին մարզիչները պետք է հասկանան, որ կարող են հսկայական ազդեցություն ունենալ հայկական ֆուտբոլի ապագայի վրա։ Եթե նրանք գիտակցեն այդ պատասխանատվության աստիճանը և կարողանան ճիշտ աշխատել երիտասարդների հետ, ապա տեղական ֆուտբոլը միայն կզարգանա։ Անցկացվեցին տեսական դասեր, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանքներ։ Խմբային աշխատանքի ընթացքում մարզիչները քննարկեցին գերմանական և պորտուգալական մոդելները, փոխանակվեցին փորձով, համատեղ մշակեցին անհատական զարգացման և գործողությունների պլաններ, հիմնված խաղային մոդելի վրա։ I think it's a very positive and a very good idea from the Armenian Federation. Կարծում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Double Pass ընկերության օգնությանը դիմելու գաղափարը շատ լավն է։ Վստահ եմ համագործակցությունը լավ կանրադառնա ֆուտբոլի զարգացման վրա։ Տեղացի մարզիչների վերաբերյալ դրական կարծիք ունեմ։ Նրանք շատ բաց էին քննարկման համար, չէին խուսափում հարցեր տալուց։ Որպես Double Pass-ի փորձագետ ինձ դուր եկավ մարզիչների առաջարկած գաղափարները։ Ծրագրի երրորդ մոդուլը ևս մեկ անգամ ընդգծեց ֆուտբոլիստի զարգացումը անհատական գործընթաց է։ Այն պետք է իրականացվի համակարգված, գիտակցված և երկարաժամկետ հեռանկարով։ Ծրագրի հաջորդ մոդուլը տեղի կունենա ապրիլին։